Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 4 ժամ շարունակ դատարանը քննեց ու որոշեց Բաքրատ Սրբազանին 2 ամսով կալանավորել, վճիռը հայտնի դարձավ գիշերը 3-ին։ Փաստաբանը ասաց, որ բողոքարկելու են որոշումը, բարձրաձայնեց պատճառ հիմնավորումներից միայն մեկը։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասեմ, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթարկա դատավոր էր։ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց, թե խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, նաեւ լուսանկարներ տարածեց, ամփոփեցին 15 անց կալանավորվել է։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իրավիճակին, ասաց, բացահայտվել է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Շնորհակալություն հայտնեց իրավապահներին, նշեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահները կպարգևատրվեն։ Փաշինյանը ակնկալիք ունի, որ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ իրավապահները հավելյալ կիրազեկեն։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ, սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Փաստաբանները դեռ դատարանի բակում էին պնդում, մեղադրանքները խնդրահարույց են, բողոքարկման ենթակա հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի հայտարարությունը բազմաթիվ առարկությունների տեղիք են տալիս։ Ձայնագրություններից մեկը, եթե ես չեմ սխալվում, երկրորդը ուղղակիորեն ասում է հետևյալը. մի երկու օր տևելու, ավարտվելու է impeachment-ով։ Այսինքն, եթե խոսքը գնում է impeachment-ի մասին, ապա խոսքը չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանության յուրացնելու մասին։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբաններն էլ ասել են լրագրողներին Սրբազան շարժման առաջնորդը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման եւ իշխանության բռնազավթման պլանավորման մեջ։ Ամենայն հայոց կաթողիկոսը մայրաթոռում ընդունել է հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանած 64 սփյուռքահայ երիտասարդներին։ Կաթողիկոսը բարձր է գնահատել հայրենաճանաչության եւ կրթական նախաձեռնությունները, որոնց շնորհիվ երիտասարդները ամրապնդել են իրենց կապը հայրենիքի հետ։ Նա հորդորել է հայրենիներին պահպանել ազգային ինքնությունը եւ ակտիվորեն ներգրաված լինել իրենց համայնքների ազգային եկեղեցական կյանքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Բաքվի նախաձեռնած 5 բանաձևում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Հիշեցնենք, Ստամբուլում անցած 2 օրերին կայացած հավաքի ավարտին իսլամական երկրները եզրափակիչ հայտարարություն են ընդունել, որով հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Հայաստանի ԱԳՆ-ն այդ պետություններին հիշեցնում է, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի հստակ տարածքային պահանջն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հայաստանին ու Արցախ հայրենիքին վերաբերող քննարկումը սկսվեց Հայաստանի եւ Արցախի օրհներգով։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի տերունական աղոթքով։ Փրկյազ չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ արքավիտյան։ Արցախցիների բռնի տեղահանումը եւ ադրբեջանցիների կողմից հայկական բնորանում հայկական մշակույթի ոչնչացման ամբողջ process-ը ապացույց է, որ քոչվոր ցեղերը նպատակ են դրել հիմնովին վերացնել հայկականը պատմական Արցախ հայրենիքում։ Արցախի թեմի առաջնորդի ձևակերպմամբ հայ ժողովուրդը արարող, ստեղծող ու հեռատես ազգ է եւ առաջին հերթին պետք է որ ավելի հեռուն տեսներ։ Չունենք հեռատես ու ապագային ուղված ռազմավարական մտածելակերպ, որով պիտի ապահովվեր մեր ստեղծած արժեքների եւ մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռու գնացող ծրագրերի միջոցով
աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին։ Քննարկման մասնակիցները պատմական անարդարությունների մասին փաստերով են խոսում բերում հայ հոգևոր մշակութային կարևոր կենտրոններից մեկի Գարդման պատմական հայրենիքի օրինակը։ Ադրբեջանական քոչվոր հրոսակախմբերը այստեղ էլ ոչնչացրին այն ամենն, ինչը հայկական էր։ Գարդմանը ոչ միայն ռազմավարական ու քաղաքական դերակատարություն է ունեցել, այլև ծնունդ է տվել այնպիսի մշակութային դեպքերի, ինչպիսիք է Մխիթարքոշը, վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին եւ այլոք։ Քննարկման մասնակիցներից մեկը հարց է ուղղում պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորին, Արցախի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին։ Ուսումնասիրվել են կան տեղեկություններ ադրբեջանցիների էության վերաբերյալ, որպեսզի կարողանանք աշխարհին էլ ներկայացնել ադրբեջանական կեղծիքն ու սուտը, որը հաճախ այդ երկրի պաշտոնական բարձր կալիբրի ներկայացուցիչները առաջ են տանում որպես քաղաքականություն։ Պատմության ինստիտուտի կազմում ստեղծված է առանձին այդպես պրոբլեմայի խումբ է ստեղծված Արցախի պատմության հիմնահարցերի ուսումնասիրության։ Ընդհանրապես ոչ միայն Արցախի, այլև հայոց արևելքի, այսինքն Գուր Արաքսյանների միջակայքի պատմություն ուսումնասիրելու համար եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ արդեն երկու գիրք է պատրաստված, մեկը երկաթորյակ կլինի, մեկը առանձին գիրք կլինի։ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները, պատմաբանները կարմիր լույս են վառում ամբիոնից զեկուցողների համար, զգուշավոր լինել իրենց արտահայտություններում, Արցախ հայրենիքի հետ կապված ձևակերպումներում առավել եւս։ Կարծում եմ, որ Հյուսիսային Արցախ անվանումը այնքան էլ ճիշտ չէ օգտագործել Գարդմանի համար, որովհետև Գարդման ուտիքը գիտենք, որ առանձին նահանգ է, 12-րդ նահանգն է, Արցախը 10-րդ նահանգն է։ Էլ ինչպես կարող ենք օգտագործել Հյուսիսային Արցախը։ Գարդմանը կապ չունի Արցախի։ Բայց միևնույն է, տեսնում ես, մեկը էլի Հյուսիսային Արցախ է օգտագործում։ Չէ, կապ չունի։ Մենք կորցնում ենք Գարդման ուտիկ անվանը։ Չէ, կապ չունի Արցախի հետ կապ չունի։ Ավստրիայից ժամանած հայուհին եւս առաջարկ խնդրանք ուներ հայ պատմաբաններին, բնիկ արցախցիներին, ավելի մեծացնել Արցախի պատմությանը վերաբերող գրականությունը, պատմությունը, հատկապես օտարալեզու գրականության մեջ, որպեսզի դրսում սովորող հայ ուսանողները թեկնածուական դիսերտացիան ներկայացնելիս կարողանան ջախջախիչ ապացույցներ, փաստեր ներկայացնել պատմական, կորսված հայրենիքի մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ամերիկայի Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հարված ինքնապաշտպանական գործողություն էր, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Արաղչին Չինաստանի գործընկեր Վան Ինի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Ամերիկայի եւ Իսրայելի հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա եւ ընդգծել Իրանի իրավունքը պաշտպանվելու։ Երկու կողմերն ընդգծել են Իրան-Չինաստան ռազմավարական գործակցությունը։ Իրանն արդեն վերսկսել է արևելյան շրջանների օդանավակայանների աշխատանքը, թույլատրելով ներքին, միջազգային եւ տրանզիտ ճվերթներ։ Հյուսիսային, հարավային եւ արևմտյան հատվածներում թռիչքները դեռ արգելված են։ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է 627, վիրավորվել 4935 մարդ։ Վնասվել են հիվանդանոցներ, շտապօգնության մեքենաներ եւ բուժհիմնարկներ։ Իսրայելը հայտնել է 28 զոհի եւ 1472 վիրավորի մասին։ Օդ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են որսացել եւ ոչնչացրել։ Անօդաչուների կեսը ոչնչացվել է Կուրսկի մարզում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի հանրապետության Յալթա եւ Դիլեվկա բնակավայրերը։ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է, որ Իրանի 3 միջուկային օբյեկտներ՝ Նաթանզը, Սպահանը եւ Ֆորդոն լուրջ վնասներ են կրել Ամերիկայի հարվածների հետևանքով։ Նրա խոսքով, հատկապես Նաթանզում վնասվել է ուրանի հարստացման կարևոր ենթակառուցվածք, իսկ Սպահանում եւ Ֆորդոյում, չնայած տարբեր մակարդակի ամրացվածությանը, վնասը գնահատվում է որպես շատ զգալի։ OpenAI-ի եւ Musk-ի միջև դատական գործընթացում Musk-ի փաստաբանները հայտարարել են, որ նա համակարգիչ չի օգտագործում, սակայն դրա հակառակ ապացուցող բազմաթիվ գրառումներ եւ լուսանկարներ են շրջանառվում։ Դատական վեճը սկսվել է 2024-ին, երբ Musk-ը մեղադրել է OpenAI-ին իր սկզբնական առաքելությունից շեղվելու եւ Microsoft-ի շահերին ծառայելու մեջ։ OpenAI-ն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել մեղադրելով Musk-ին անդադար մրցակցության մեջ։ Դատավարությունը նախատեսված է այս տարի։ Թանկանում է կրթությունը Հայաստանում։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարի նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ մեր երկրում կրթությունը թանկացել է 7.8%-ով։ Ընդ որում բոլոր ամիսների կտրվածքով նույն գնաճը պահպանվել է։ Ոլորտի փորձագետները վարձավճարների ավելացումը պայմանավորում են արտաքին տնտեսական գործոններով։ Պարտադիր չի, որ դա հենց այս վերջին ամիսների կամ մի տարվա հետևանք լինի։ Կարող է դպրոցներ լինեն, որոնք 2-3 տարի
դիմացել են ու չեն բարձրացել գները, բայց հիմա հասկացել են, որ էլ չեն կարող։ Ես առհասարակ կարծում եմ, որ կրթությունը պետք է լինի անվճար, ես կգերադասեի գերմանական կամ սկանդինավյան մոտեցում այդ ոլորտում։ Տնտեսությունը պետք է ֆինանսավորի կրթությանը։ Ուրիշ ելք չկա, ցանկացած զարգացած երկրում ճանապարհը դա է։ Ամենաթանկը ակտուալ եւ շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բիզնեսի կառավարման նոր մոդելներ, բժշկություն եւ իրավագիտություն։ Այս մասնագիտությունների վարձավճարները տատանվում են 800-ից 900 հազար դրամի սահմաններում։ Օրինակ, ԵՊՀ-ում 950 հազար դրամ արժե միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող դառնալը։ Իսկ որքանով է այս աստղաբաշխական թիվը համապատասխանում կրթության բովանդակությանը։ Ոնց են որոշել, ասենք օրինակ, որ միջազգային հարաբերությունները ինչ ասենք ավելի բարձր պահանջարկ ունի։ Բոլորը հին ժամանակներով են մտածում, որ ասենք ան միջազգային հարաբերությունները իրավաբանական լավը հատում եք լեզուն էլ բանիվ են։ Օբյեկտիվ, որ իրենք իրենց գլխի մեջ դնեն իսկապես մտածեն ինչի համար է դա պետք, ասենք ինչ աշխատաշուկայում ինչ փոփոխություն կա, ինչ գներ են պատտվում աշխատավարձի հետ կապված բանիվ այլ ու դրա հիման վրա որոշում կա, ասենք չկա տենց բան։ Կրթության փորձագետը համամիտ է, որ որակյալ կրթության համար արժե թանկ վճարել, բայց միայն այն դեպքում, երբ այն կդառնա մրցունակ կրթություն։ Ընդհանրապես մեր Հայաստանի կրթությունը որևէ կերպ չի համապատասխանում որևէ ստանդարտների, այսինքն այն խնդիրները, որ ինքը պետք է լուծի, չի լուծում։ Մենք չունենք որևէ կրթական հաստատություն այս պայդրությամբ։ Այն դա մանկապարտեզից սկսած դպրոցով, բուհով, որ ես հանգիստ խրճով կարող եմ ասեմ այստեղ տարեք ու ամեն ինչ լավ կլինի։ Մեր ժողովուրդը սովոր չի որակի համար գնալ բուհեր։ Մեզ մոտ ծնողներ ուղարկում են երեխաներին բուհեր դիպլոմի համար, ոչ թե որակի համար։ Այսինքն դուք համարեք, որ դա դիպլոմի գինն է, ոչ թե կրթության։ Երկրորդ, երրորդ կուրսում դու արդեն տեսնում ես, որ ուսանողների մեծ մասը պատրաստում է լրիվ ուշությամբ գնալ։ Երեխաները այդ 19-20 տարեկանում հայտնվում են հոգեբանական բեռի տակ, հասկացել են, որ այս մասնագիտությունը իրենցը չի ընդհանրապես, բայց չեն կարողանում կտրուկ ինչ-որ բան փոխել, որովհետև ոնց կլինի ծնողները այդքան փող են մեր վրա ծախսել։ Միևնույն ժամանակ փորձագետները շեշտում են, որ եթե գների բարձրացմանը զուգահեռ չապահովվի կրթության որակի բարձրացում, ապա դա կարող է հանգեցնել բուհերի դատարկմանը, ինչպես նաև ուսանողների արտահոսքի, մասնավորապես դեպի արտասահմանյան կրթական հաստատություններ, ինչն արդեն քիչ թե շատ տեսանելի է։ Հունիսի 21-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes ML-ը եւ Mini Cooper-ը։ Մեկ հոգի տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախմբերը։ Տեղում էին փրկարարության աշտարակի շրջփրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 23-ին Սարգսակի փողոցում կայանված Hyundai Elantra-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին ու ուղևորին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնել, մեքենան ջարդոնի է վերածվել։ Ավտոմեքենայում եղել է ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների ամուսինը իր կնոջ հետ եւ երբ ավտոմեքենան շարժի է դրել, տեղի ունեցել պայթյունը։ Հունիսի 21-ին Շիրակի փողոցում բախվել են Mercedes-ը, Subaru-ն եւ Opel-ը։ Բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել գազոնում։ Մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Վթարի հետևանքով Opel-ը մասամբ բախվել է բետոնե սյանը, Subaru-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել կանաչ գազոնում։ Նույն օրը Nissan-ը Հրազդանի կիրճում վրայերթի է ենթարկել 3 անչափահասի, վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախտեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, իմ տեղեկություններով եղել է սթափ։
Հունիսի 22-ին Լծեն Տաթև Խաչմերուկում բախվել են իրանական համարանիշներով գազ տեղափոխող բեռնատարն ու Նիսանը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Եվ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում մեկ հարկանի տանը հրդեհ է բռնկվել։ Ժամանել է հրշեջների երկու մարտական հաշվարկ, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի պարեկները։ 85-ամյա Մամի Խանշան այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։